Ապրիլի 18-ի հորոսկոպն այսպիսին է. Խոյեր, այսօր կարող ես վերջապես պատասխան ստանալ մի հարցի, որը քեզ տանջել է օրեր շարունակ, լավ է օրը սկսել սուրճով ու մի փոքր համարձակությամբ։ Ցուլեր, ճանապարհը դժվար է, բայց հիշիր, դու ցուլ ես, այսօր մի մոռացիր, որ ոչ բոլոր խոստումները պետք է պահել, որոշները ուղղակի գեղեցիկ են հնչել, ֆինանսների հարցում փոքր սպասված շահույթը քեզ հաճելիորեն կզարմացնի։ Երկվորյակներ, ձեր լեզուն կարող է և փրկել և քանդել ձեր ընտանիքը, ուշադիր եղեք, թե ում ինչ եք ասում, նոր ծանոթությունները հնարավոր է լինեն ինչպես ընկերական, այնպես էլ սիրային, եթե չվախենաք առաջին քայլերը անել։ Խեցգետիններ, օրը հարմար է անցյալի հետ հաշիվները մաքրելու համար, եթե ինչ-որ մեկին դեռ չես ներել, գուցե ժամանակն է։ Առյուծներ, քեզ սպասվում է մի պահ, երբ կզգաս դու իսկապես ուշադրության կենտրոնում ես, օգտվիր դրանից խելամտորեն, մի մոռացիր երբեմն քո ժպիտը ուրիշի ողջ օրը կարող է փոխել։ Կույսեր, դու սովորել ես ամեն ինչ պլանավորել, բայց այսօր լավ կլինի մի քիչ ազատ թողնես պատահականությունը, ճանապարհին կարող ես բախվել հետաքրքիր մի իրադարձության, եթե բաց աչքերով նայես աշխարհին։ Կշեռքներ, այսօր կգտնես հավասարակշռություն այնտեղ, որտեղ այն ամենակիչն էիր սպասում, միայն թե մի փորձիր բոլորին հաճեանալ, երբեմն ոչը ավելի ազնիվ է, քան հան։ Կարիճներ, մտքերի տիրողությունները կարող են բարդացնել պարզ հարցերը, փորձիր մի քիչ վեր բարձրանալ էմոցիաներից և լսել ինքդ քեզ, եթե ինչ-որ մեկը քեզ փնտրում է, այսօր կարող է գտնել, պատրաստ եղիր։ Աղեղնավորներ, ապրիլի 18-ը քեզ խոստանում է մի փոքր արկած, եթե դուրս գաս սովորական կյանքից, նորություն, նոր մարդ կամ նույնիսկ նոր ուղղություն, հնարավոր է։ Վստահիր տիեզերքին ու մի մոռացիր ոտքերիդ տակ գետին կա։ Այծեղջյուրներ, դու այնքան լուրջ ես, բայց այսօր օրն է մի քիչ խենթանալու, թույլ տուր քեզ չմտածել ամեն մանրուքի մասին, երբեմն ամենաանսպասելի որոշումը լինում է ամենաճիշտը։ Ջրհոսներ, քեզ սպասվում է անսովոր մի զրույց կամ նամակ, փորձիր հասկանալ, թե ինչ է իրականում թաքնված բառերի ետևում, օրը կարող է բեկումնային լինել, եթե ուշադիր լինես նշաններին։ Ձկներ, քո երազներն այսօր կարող են քեզ պատմել ավելին, քան իրականությունն է, մի անտեսիր ներսից ձայնին, այն ավելի ճշգրիտ է թվում, քան երբևէ, ու երբ զգաս, որ ժամանակն է ասել այն, ինչ պահել ես, մի հապաղիր։ Դե ինչ հաճելի օր ենք մաղթում, մնացեք Օրագիր Նյուզի հետ։